օրեր առաջ Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպք էր գրանցվել, տասնյակ մարդիկ հիվանդանոցներում էին հայտնվել, համայնքում բնակիչները վստահ են, որ խնդիրը ջուրն է, հիվանդությունների վերահսկման կենտրոնը ևս մի քանի աղբյուրում հայտնաբերել է շեղումներ, բայց Վիոլա ջուրը պնդում է, որ ամեն դեպքում ջուրը չէ պատճառը։ Ես հիշեցնեմ, որ նաև 3 ամիս առաջ Գարնանը ևս նման դեպքեր գրանցվել նույն քաղաքում, որն է բացը, ինչ աշխատանք չի արվել այս ընթացքում, որ նորից նման խնդրի առաջ են կանգնում։ Պետք է պատասխանները հիմնավորված ստացվեն եւ հետեւություններ արվեն Վիոլա ջուրը, մնացած մեր մարմինները եւ անհրաժեշտ որոշումներ կհասնեն։ Ընդհանրապես մենք պետք է իմանանք, որ նաեւ Հայաստանում ջրամատակարարման համակարգը լայնորեն քայքայված է եւ այդտեղ լուրջ ներդրումներ են անհրաժեշտ, բայց խնդիրը մենակ ներդրումը չի, որովհետեւ երբեմն մեզ թվում է, թե ներդրում արեցինք, այսինքն խողովակը քաշեցինք, դրանով հարցը լուծեցինք։ Եթե դա ամեն ինչը ամենօրյա սպասարկման չի ենթարկվի, ելի մենք ունենալու ենք նույն խնդիրները։ Ամենօրյա սպասարկման համար հարկավոր են որոշակի ներդրումներ։ Եվ այդ ներդրումները ընդհանրապես սխեմաներ ինչպես է աշխատում են այդ ամեն ինչը, այդ ռիսկերի կառավարումը նաև որոշակիորեն ներառվում է նաև սակագների մեջ եւ մենք պետք է նաև առերեսվենք այս խնդրի հետ, որովհետեւ այսօր բազմաթիվ բնակավայրեր կան, ես հիշում եմ իմ այցելությունը Հանրապետության գյուղերից մեկը դեռ պատգամավոր է այդ ժամանակ, եւ որ ես տեսա, որ մարդիկ իրենց տներում ֆիլտրեր դրած օգտվում են ջրից, որովհետեւ իրենք հրաժարվել են ջրաչափ տեղադրել, կենտրոնացված համակարգից օգտվել եւ այլն, ես հիշում եմ այդ ֆիլտրերը եւ այդ ֆիլտրերի տակ նստած տիղմի շերտի հաստությունը։ Պետք է ստանդարտներով առաջնորդվենք, ստանդարտը այն է, որ այդ բոլոր process-ները պետք է ներառված լինեն սակագնի մեջ, որպեսզի մենք կարողանանք երկարաժամկետ ապահովել այդ ամեն ինչը, բայց ես վստահ չեմ, որ սա վերաբերվում է հենց ձեր նշած դեպքին, որովհետև դրա հետ կապված շատ մանրամասներ չգիտեմ, գիտեմ այնքան, ինչքան որ եւ գիտեմ, որ ընթացքի մեջ է հարցի պարզաբանումը եւ պետք է պարզաբանվի, թե ինչն է եղել ի վերջո նման իրավիճակի պատճառը։